Բարելուս ժողովուրդ ջան, ուրեմն այսօր Հայաստանում ինչ կատարվում է, սա պետք է կատարվեր 1920 թվին, то есть կներեք 2020 թվին ու համոս կամքով ժողովուրդ ջան, այսօր որ նայում եմ այդ ընդդիմադիրների այդ խոսակցությունները համացանցում ընդդիմադիր ինչքան ընդդիմադիր կա բոլորը խոսում են Թուրքից Թուրքը սահմանի վրա է, Թուրքը հեսա կռիվա սկսելու, Թուրքը հեսա էնա անելու, մի խոսքով։ Դուք ինքներդ տեսնում եք, բայց ոչ մեկ, սես չի բանանում վերլուծի, լավ սրանք էս ինչ են ասում ու ինչ են անում։ Ժողովուրդ ջան, ընդհանրապես, ես հիշում եմ մի հատ մեր ֆիլմ կար, հիշում եք Մղթար Սպարապետը, երբ պատերազմը, երբ չոքեց դուռը, ինչ հարին մեծահարուստները, հենց սկզբից Մղթար Սպարապետի կինն էր, չէ որ իրա ոսկինները լրիվ դրավ սեղանի վրա, հիշում եք չէ այդ ֆիլմը, Ես ֆիլմից դա ասենք պատմությունից բանից եմ ասում, հիմա մեր մոտ, մեր երկրում, ժողովուրդ ջան, մինչև պատերազմը սկսելը լավ իմանում էին, որ պատերազմը սկսելու, ամեքը իրա ունեցվածքները թաքցրին, ով եսի մինչեր առավ, եսի մեկան Հայաստանում, գնացին Ռուսաստաններում, Եվրոպաներում, լավ իմանալով, որ ամբողջը կորցնելու են, չդրին հայրենիքի համար, հիմա ինչ եմ ուզում ասեմ, այսօր, հլա մի հատ, ասես Facebook-ը նայում եմ, ես մենակ Facebook-ում եմ, ժողովուրդ ջան, ուրիշ տեղ չկամ, TikTok, միկտոկներ, բան, ես ընդեր չկամ, YouTube-ում կանալ ունեմ, բայց ժամանակ չունեմ, ես չեմ մտնում, համարյա անդե իմ կանալը նենց սուտի կա, մի 10-20 հատ վիդեո ունեմ ընդե տեղադրած և վերջ, չեմ մտնում, մի խոսքով, նայում եմ ես Facebook-ը, բոլոր ընդդիմադիրները, ով որ ասենք մեր երկրի ընտրված ղեկավարին չի սիրում, բոլորը խոսում են Թուրքից, Թուրքը սահմանի վրա է, Թուրքը Հայաստանը որոշել է գրավի, էս մի բան, են մի բան, բայց հիմա նայեք ժողովուրդ ջան, եմ որ ասում է ազգը պետքա բանակ դառնա, այս ժողովուրդ ջան, աղքատ մարդը, վայանկոմատը պավեսկ են ուղարկելու է, գնալու է բանակ մեկա, հարուստը մեկա ոչ նենց է գնալու, ոչ իրա փողն է ուզում դնի, այդ նույն երկրից, այդ նույն երկրում, ասենք թալանած կամ աշխատած, ախր ազգը նայա, երբ որ երկրին վտանգ է ասպառնում, իր ողջ ունեցվածքը իր երկրի փրկության համար պետքա ներդնի, այ ազգը դա է, հասկանում եք, ոչ մեկը, հիմա պետությունը ասում է արա, ձեր թալանածը գոնե տվեք պետությանը 25% պահեք ձեզ, էլի չեն ուզում տան, ես արդեն 3 տարի ու կեսա անընդհատ տեղադրում եմ, որ դատախազությունը այս որոշումները արած է, հիմի նոր գիտեն, թե այսօրա այդ որոշումը կայացել, որ ասեն Գագիկ Ծառուկյանին բռնեն, այսա Քոչարյանին էլ են բռնելու, որովհետև չեն տալի պետությունից գողացած թալանածը չեն տալի, արդեն 3.5 տարի է, ուզում եք ես վիդեոյի տակ նորից կտեղադրեմ
արտադրեմ նայեք ու տեսեք քանի տարի առաջ այդ որոշումները կա։ Հիմա բանեն անում իբր թե քաղաքականը Ազատություն Գագիկ Ծառուկյանին այսօր է սկսվել։ Այսօր չի է նրա վրին 350 միլիոն դատախազությունով, դատարանով որոշումը կա, որ պետք է հանձնի պետությանը, որ դա թալան է։ Չի ուզում, հիմի ուժային ձևով պետք է վերցնեն, որպեսզի մեր պետությունը հզորանա։ Մենք հզոր պետություն չենք, մեզ չունենք նավթ, մեզ չունենք գազ, մեզ չունենք այս մեկը, մենք այս բլոկադայի մեջ պետություն ենք, որ մեր պետությունը այսքան թալանեն, ախր մեր պետությունը ոնց զարգանա։ Այսօր էլ, հենց այսօր, այս իշխանության ժամանակ այդ նույն մարդիկ նույն ձև թալանում են, ժողովուրդ ջան, որովհետև ողջ բիզնեսները իրանց ձեռն է։ Լավ, մի մարդուն, որ վերցնենք Թրամփին, չէ, Ամերիկայի պրեզիդենտը, նայելա բան, բիզնեսմեն եղել, բայց նրա ձեռը մի հատ շինարարական բիզնես է եղել Ամերիկայում, շինարարական։ Հասկանում եք, են բարձրահարկ շենքերա մարդը միայն կա, իսկ մեր մոտ հլա մի հատ նայեք, այսօր ասում է Գագիկ Ծառուկյանից 70 հատ եսի մենին հիմնարկ ձեռնարկություն, այ մարդ, են որ դե դաժե սենց ամեն մի սուտի բան արտադրելու համար լրիվ բիզնեսները իրանց ձեռն է, հասկանում եք, գյուղ մթերքից բռնացրած, ոսկու հանքերից դուրս եկած, տո ինչ կա, ինչ սիստեմի, են նույնիսկ են հարսանիքի տններ, եսի լրիվ մեծ մարդկանց, մի 2-3 մարդու ամբողջ Հայաստանը, բա որ պատերազմ լինի, որ այդ ամբողջ Հայաստանը ձեզանով արած է, ձեր ձեռն է, բա այդ երկիրը ոնց պատերազմի, դու երկու նիվա ցույց տվիր, իբր երկու նիվա ես ուղարկում պատերազմի, Գագիկ Ծառուկյան ջան, ուրեմն թիվ եմ ասում, տոչնի թիվ, Քոչարյան Ռոբերտ, դու ուղիղ 10 միլիոն դրամ ես պետությանը տվել, 10 միլիոն դրամ, ես էլ եմ այդքան տվել, հասկանում ես, դու որ ամբողջ Հայաստանը քոնն է, այդքան թալանել ես, ամբողջ Հայաստանը, հլա իմ նման մարդկանց էլ Հայաստանից վտարել ես, դու իմ հավասար փող ես տվել պետությանը, հասկանում ես, Ռոբերտ Քոչարյան, էտա, հիմա ինչից նա իմ նեղությունը գալի, որ այսօր ամբողջ համացանցը ասում են, որ թուրքը սահմանի վրա է, թուրքը պատերազմ, ու դրա համար մեղադրում են, ասենք, Նիկոլ Փաշինյանին, իշխանությանը, արա տես չի է, դրա համար մեղադրեք ես երգիրը թալանողներին, հենա Բաքվի բանտում նստած են, չտվին Արցախը փրկելու համար այդ միլիարդները, նայոմնիկներ չբերին, գոնե իրանց տեղը կռվեն, չտվին, ոչ, այսօր Երևանում բարձրահարկ շենքեր են սարքում այդ մարդիկ, իրանք Բաքվի բանտում նստած, Ղարաբաղի ղեկավարները, բայց իրանց մարդիկ Երևանում բարձրահարկ շենքեր են սարքում, Երևանում գազ են վաճառում, հասկանում եք, բա ոնց կարայինք Ղարաբաղ պահեինք, ժողովուրդ ջան, ես ասեմ ձեզ ամենակարևորը, դա են նույն քաղաքականությունն է, այդ նույն քաղաքականությունը այսօր կատարվում է այս հզոր երկրում, 101 հատ միլիարդատեր կար, միջև պատերազմը սկսելը, այս պատերազմի ժամանակ դարել է 152 միլիարդատեր, այս հզոր երկրում նույն վիճակն է, դրա համար այս հզոր երկիրը են մի փոքր երկրին պարտվում է, այսպես պարտվում է, սրանք էլ են պատոկի տակ տրած թալան, նույն քաղաքականությունն է, պատկերացնում եք,
Սա աշխարհի ամենահզոր երկիրն է, բայց պարտվում է։ Որովհետև թալանա, պատոկի տակ դրած թալանա, երկրի թալանա գնում, թալան, հասկանում եք, բարիշ բունի մաստով, նոր ես որտեղ աշխատում եմ, ես անունը չեմ տալի, մեր ամենամեծին են բռնել, ես որ Հայաստանում եմ եղել, այդ ժամանակ են բռնել, մենակ 50 քանի հատ, բնակարան ունի Մոսկվայի մեջ, իմ աշխատավարձը էս հիմնարկում, նրա աշխատավարձից բարձր է, հասկանում եք, բայց 50 հատ բնակարան, հիմա իմ աշխատավարձը ամիս ու կեսը արդեն չեն տալի դրանց համար, ինչ հատեղ չի սկայա գնում, հասկանում եք, ժողովուրդ ջան, թալանի տակ դրած, այ տենց, դրանք, այսօր եթե դրանց թալանը պետությունը չվերադարձնի, են որ ասում են, Նիկոլը բաղ, խիչի զենք առնում, խիչի ես առնում, արատը փողով են առնում, բա դրանք թալան են, Նիկոլը ինչով առնի, հին Նիկոլին հատուկ բյուջե ունի, բա դրանց այդ, եթե չթալան են, բյուջեն գիտակ ինչքան կկրկնապատկվի, Դրանք երկրի մասին չեն մտածում, այսօր ասում եք, դրանց եղած չեղածը ասում եք, մեկը ակտիվները բանա, սրանց ստե բռնեն էլ, բանել անեն, վեժները չի, դրանց ակտիվները ընդեյա։ Ղարաբաղում էլ նրանք էին, այդպես մտածում, ասում էին մեկը բռնեն, չբռնեն, մեկը մեր ակտիվները արդեն Ղարաբաղից հանածա։ Այդպես կորցնում են երկիրը։ Բոլորը ուզումա լինի ինդիմադիր, ուզումա լինի դիմադիր, ինչ ուզումա լինի, ժողովուրդ ջան, եթե երկիրը սկսում են թալանել, այդ երկիրը չի կարա հզորանա, չի կարա ուժեղ լինի, ինչքան ուզում ես ասա, ուժեղ Հայաստան դիր անունդ քո կուսակցության, ես մի բան դիր, եթե պատոկի տակ դրած թալանում եք երկիրը, չի կարա, Ես Դուբայում եղել եմ, Դուբայի պրեզիդենտին տեսել եմ, то есть բանին էլի են, Դուբայի շեյխին էլի, Դուբայ մոլում հենց, ընդ ժողովուրդը ես մարդուն հարցնում են, բան, իրա մեքենայով գալիս է, բան, տենց առևտուրանում, բան, հասարակ, ժողովուրդը, ես դա ինքս չեմ լսել, բայց ժողովուրդը ասում էին, էլի, որը սենց հարց են տվել, այդ մարդը ինչա պատասխանել, ասել են ոնց է լինում, որ ասենք սենց Էմիրատները, օբշի Դուբայը մանավանդ սենց ուժեղ զարգանում է, ասում է, մեր երկրի ամեն մի աշխատած դիխրամա, ինչ է իրաց փողի անունը, ներդրվում է երկրի վրա, պատկերացնում եք, ընդ ինչքան բիզնեսմեն կա, մեծահարուստ կա, ինչ կա, չէ, ասենք, ոնց որ մեր մոտ Գագիկ Ծառուկյանը, այս մեկը, նրանք ինչքան փող աշխատում են, ներդրում են հենց Դուբայում, նրանք իրավունք չունեն հանկարծ այդ փողը ուրիշ տեղ ներդնեն, միայն շեյխի թույլտվությամբ, եթե նման բան անեն, ընդ ամեն ինչը թույլատրում է, պրեզիդենտը միջև չստորագրի ոչ մի բան չի թույլատրվում, հասարակ մի հատ, դաժե սեփական տուն, Դուբայում սարքելու համար ընդեղ Դուբայի տեղացիները սեփական տներում են ապրում, էլի, նրանք ցերկվից բարձր տուն իրավունք չունեն սարքեն, Դաժե սեփական տուն սարքելու համար պրեզիդենտը ստորագրում է, թույլտվությունը տալիս է, լուբոյ շինություն, ամեն մի աշխատած դիխրամը նրանք երկրի վրա են ծառայացնում, իսկ մեր մոտ ինչ են անում, ոսկի ունիտազներ են առնում, չգիտես, եսի մետ ինչեր են սարքում, կազինոներ են սարքում, սեփական, հասկանում եք, էլի թող լինի սեփական, բայց դա պետք է ծառայի երկրին, հասկանում եք, չի ծառայում ոչ մի բան,
Ոչ մի բան երկրին չծառայում, սաղ գողանում, մեկ էլ ստե որ արդեն լավանում են, սաղ ակտիվները տեղափոխում են այլ երկրներ, գիտեն որ ստե իրանց մեկա վաղ թե ուշ բռնելու են, դրա համար էլ տեղափոխում են։ Բայց դա էլ չի փրկություն իրանց համար, մեկը այլ երկրներից էլ են, սաղ ինչի տեղը իմացան սաղ բերելու են, են վաղ պետություն չէինք, մեզ ոչ մեկը հաշվի չէր առնում, չէր ճանաչում, Հիմա այսօրվա դրությամբ պետություն ենք դառնում, սաղ աշխարհի հետ, Եվրոպայի հետ, կապերը, ամեն ինչը ստեղծվում է, լրիվ ետ է գալու Հայաստան։ Ինչքան գողացել են տարել, որ պետություն ասես տարել են, սաղ ետ է գալու Հայաստան, թող բոլորը լավ իմանան։ Սա հասարակ բաներ է։ Մի խոսքով այս բաներ, ժողովուրդ ջան, այս ասեն Գագիկ Ծառուկյանի համար կրկնում եմ, այսօր ասում են, այսօր է եղել, չէ։ Ոչ, 3 տարի ու կես առաջ արդեն իրա վրին 350 միլիոն դոլար դատախազությունը պահանջում է։ Բայց պահանջում է, ամեն ինչով որոշված, բան, որ այսքան պետությունից հափշտակել են, այսքան բան, ով է տալի, 200 միլիոն են Քոչարյանի վրա դրա, դեռ մեկ չեն տալի, բա ինչ անեն, վերջը պետությունը ինչ որ ձև, այդ բանը, որ մեր բաները, այդ ինչա, դատախազությունը բանը, այդքան գործ են արել, այդքան պետությունից փող են ստացել այդ աշխատողները, որ այդ գործերը լրիվ բարձել են, ու դա հենց 5 րոպեում դրել չեն ասել, Քոչարյանը 200 ապարտ, դոդը 350, ոչ, էդի շտաբելներով բաներ կա է, գրած, լրիվ պարզած թղթեր կա, որ սա լրիվ գողացված է պետությունից, դուտա հապացույցներով, ամեն ինչով, այդ ամեն ինչ կա է, բայց չէ, չեն ուզում տան և վերջ պետության դեմ պայքարում են, այ մարդ ազգը, եթե իրա սեփական պետության դեմ պայքարեց, բա այդ ազգը կարա ուրիշ պետության բանակի դեմ կռվի, որ քո ազգը քու դեմ պայքարում է ամեն ինչով, բռնում են տանում ես ինչ վիճակ արա, գնում են այդ կատարողականների դիմաց, միտինգ են անում, ազատություն, Գագիկ Ծառուկյան, Արա մեկը չի ասում, ես էլ եմ հայ, ես ինչ եմ ասում, այ մարդ, ոնց կարա լինի մի մարդուն միլիարդներ ունենա, են մյուս մարդը իրա 36,000 թոշակի համար սենց իրա կյանքը տա, որ հանկարծ ինչ որ բանալում, իրա 36,000 թոշակն էլա տանում պետությանը տալի օգնություն, բայց դրանք ինչ են անում, Այդ Քոչարյանը կրկնում եմ ժողովուրդ ջան, օֆիցիալնի ցիֆր եմ ասում, օֆիցիալնի, ուղիղ 10 միլիոն դրամա բանարել, Հայաստանի հիմնադրամին մուծել, 10 միլիոն դրամ, Քոչարյան, դու 10 միլիարդ դոլար ես այս երկրից գողացել քու 10 տարվա մեջ, միջև հիմա էլ թալանում եք այս երկիրը, 10 միլիոն դրամ ամոթ չես անում, բա ուզում է իր Ղարաբաղ մնա, այդ ինչով պետք է մնար Քոչարյան, եթե ես սխալ եմ ասում, Քոչարյան, քո մարդիկ թեկուզ գրեն ինձ ասեն նման բան չկա, սուտ է, ես 100%-ով դա գիտեմ, որ դու ընդամենը 10 միլիոն հիմնադրամին փող ես մուծել, 10 միլիոն դրամ, պատկերացնում եք, 10 միլիոն դրամը ժողովուրդ ջան, գիտեք, չէ ինչքան է անում։ Հաշվեցիք։ Մի հատ նիվի փող էլ չի անում։ Մի խոսքով նման բաներ ժողովուրդ ջան, ոչ մի բան արտառոտ չկա, Գագիկ Ծառուկյանի կալանավորումը նոր չի։ Ախր դրանց պետությունը այսքան շանսեր է տվել, որ ձեր թալանը տվեք պետությանը, տվեք, այսքանի տարի է։ Դա երեք չի, ընտրությունից հետո չի, կամ իրար նենց ընտրությունների ժամանակ իրար խոսքեր ասելու, ոչ, դա նոր չի սկսել։
Էսա ես հենց այս վիդեոյի տակ տեղադրելու եմ այն բաները, որ դրանց վրան դրածա։ Բայց չեն տալի։ Իրանց կամքով չեն տալի, լա պետությունն էլ ամունիստիա արել դրանց համար, որոշել ա, որ 25% այդ գողացածի պահեն իրենց, ոչ, չէ լրիվա մերը, ոչ մի բան պետությանը չի հասնում, ու շարունակում են այդ պետությանը թալանել, ու շարունակում են իրանց աշխատանքները, հասկանում եք, համ պետության հետ ոչ մի գործարքի չեն գնում, համ շարունակում են պետության, լա մի բան էլ իրանք պետության առաջ են գնում պետությունից։ Էսա, էսա ժողովուրդ ջան, լավ արև որա, եկած սորը լավ անձրևեր, մի քանի օր չեմ է դեվել ստե, որդեղ պետք չի, որդեղ պետքա խոտա, չէ, հիմա այս քանը պտի մաքրեմ, բան, սիրուն հայատները, կարգի հրավիրեմ, զբաղված եմ տես բաներով, մի խոսքով լավ եղեք ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, կրկնում եմ, ինչ վիճակում մենք ենք եղել, այդ նույն քաղաքականությունը այս երկրում է, այս երկիրն էլ դրա համար պարտվում է, այս նույնիսկ այս վիճակում, այս երկրի էլի եղած չեղածը թալանում են։ Հիմա էլ ստիպված այս հենց տրյուկներ են անում, բան են անում, այս բենզին բանանում, թանկացնում, որովհետև մեծահարուստների խաղերն է սա։ Սա մեծահարուստների խաղերն է, որպեսզի այս բենզինը թանկացնեն։ Հարցը նրանում չի, թե ինչ-որ բան են պայթացրել, այս մի բան, այն մի բան։ Սա հարցը նրանում է, որ պետք է ռեսկի թանկացնեն։ Հիմա զապրավկե կա պաստայաննի բենզին կա 125 ռուբլի։ Հայաստանի գնով։ Հլա Հայաստանից թանկ, Հայաստան ավելի էժան է։ Հասկանում եք։ Բայց որտեղ որ զապրավկե կա, որ ասենք են պետական որոշված գներն է, հա, այդ զապրավկեքում կարող է մի տոննա բենզին վաճառեն, էլի մարդիկ օչեր հետ կայնած, թողեն բրախեն գնան, էդ էլ ամեն օր չի որ լինում է։ Ոչ թե ամեն օր չի, այլ մի 4-5 օրը մեկը տեն զապրավկում կարող է բենզին լինի, մի ժամով, 2 ժամով եւ վերջ։ Սա այդ թալանը, երգիրը երբ թալանում են, երգիրը ոչ կարա կռվի, ոչ կարա ոչ մի բան։ Ու կրկնում եմ, իմ զարմանքը միայն նրանում է կայանում, որ այդ ընդդիմադիր դաշտի, այսենց, ինձ նման մարդիկ, ոնց որ ասենք Facebook-ում բանում, սենց ասում, խոսում են բան, սաղորն ասում են, այդ բաներից են խոսում, որ թուրքը սահմանի վրա, արա որ թուրքը սահմանի վրա կանգնած է, բա ինչ եք դուք անում։ Ասում եք բերեք Նիկոլին, փոխենք ուրիշ մարդու, դնենք, որ թուրքը սահմանին չկանգնի։ Հասկանում եք, ախր ձեր ասած բանի մեջ լոգիկա գոյություն չունի։ Դուք պետք է ասեք, մեր ամեն ինչ ունեցվածք, ինչ կա, չկա, պետք է ներդնենք, երգիրը հզորացնենք, ոչ թե ասեք, Նիկոլին փոխենք էլի են հին թալանչիներին դնենք, որ ամեն ինչ կարգավորվի։ Ձեր մտքում մենակ էտա, որ նորից գաք, նորից սկսեք թալանեք, թքած ունեք դուք երկրի վրա, թքած։ Այդ մարդկանց եմ ասում, ովքեր Facebook-ում սաղոր դրանից են խոսում։ Սաղորը տես բաների, դուք թքած ունեք երկրի վրա, դուք չեք էլ հասկանում ինչ եք խոսում։ Ձեզ լսող էլ չկա, դուք խոսում եք, 5 հոգի մարդ ձեզ չի էլ լայքում, չի էլ բան, բայց դուք խոսում եք սերավնո։ Հասկանում եք, 5 հատ մարդ ձեզ չի էլ լսում, չի հասկանում մարդը դուք ինչ եք ասում։ Մի 5 հոգի ունեք ձեր նման անգրագետ մտածող, այդ մի 5 հոգին մտնում են, բայց ամեն օր խոսում եք։ Լավ եղեք ժողովուրդ ջան, բոլորիդ լավ օր եմ ցանկանում, գնամ նորից սկսեմ իմ աշխատանքը, իմ հայաթում։ Լավ մնացեք, առողջ եղեք ժողովուրդ ջան։